Gosport FM փոդքասթի հյուրը շոումեն հանդիսավար Արամ Մելիքյանի ավագ դուստր Էլիզա Մելիքյանն է։ Էլիզան վերջին ամիսներին հանդես է գալիս որպես դերասանուհի։ Այդ օրից ի վեր նրան առավել շատ են հրավիրում նմանատիպ հաղորդումների։ Այս հաղորդաշրջանակներում Էլիզան խոսել է իրեն ուղղված քննադատությունների մասին եւ թե ինչպես է վերաբերվում նա այդ ամենին։ Էլիզայի խոսքով իր տատիկը իրեն շատ անգամներ է խորհուրդ տվել, որպեսզի այդ ամենին լուրջ չվերաբերվի, նշելով, որ յուրաքանչյուր մարդ գրում է այն, ինչ ինքն է։ Էլիզան նշում է, որ դժվար է եղել շատ անգամներ այդ մեկնաբանությունները տեսնելը, եկել է շրջան եւ չի ցանկացել որևէ հրապարակում անել Instagram-յան հարթակում, որովհետեւ վախեցել է, չի իմացել, թե հաջորդ անգամ իրեն ինչ մեկնաբանություն կգրեն։ Հավելենք նաեւ, որ նմանատիպ մեկնաբանություններն առավել շատացան, երբ Էլիզան եւ նրա սիրելին Հարութը բաժանվեցին։ Տևական ժամանակ այդ ամենը գաղտնի պահելուց հետո համացանցում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ զույգն այլևս միասին չէ։ Էլիզան հանդես եկավ հրապարակումով եւ նշեց, որ այո, այդ լուրերը ճիշտ են։ Տևական ժամանակ չխոսելով այս մասին, այսօր արդեն հաղորդաշրջանակներում Էլիզան խոստովանել է, որ ինքն է որոշել, որ այլևս պետք է Հարութի հետ միասին չլինի։ Ինքն է եկել այդ որոշմանը, ինքն է ասել եւ ինքն է բաժանվել։ Այն հարցին, թե արդյոք հակառակ կողմը հեշտ է ընդունել այդ որոշումը, Էլիզան ասել է, որ չգիտի։ Նշենք նաև, որ հաղորդաշրջանակներում Էլիզան խոստովանում է, որ ունի նոր սիրելի։ Էլիզան նշում է, որ չի ցանկանում խոսել նախկին հարաբերությունների մասին, քանի որ արդեն դրանք անցյալում են։ Միայն խորհուրդ է տալիս աղջիկներին, որ եթե նրանք կարծում են, որ այլևս պետք է դադարեցնեն իրենց հարաբերությունները, լինեն ազատ իրենց որոշման մեջ, չկաշկանդվեն եւ չմտածեն, թե ինչ կմտածեն եւ ինչեր կգրեն իրենց մասին։ Էլիզայի խոսքով յուրաքանչյուր մարդ պետք է թողնի այդ հարաբերությունները ու լինի այն մարդու կողքին, ով իսկապես իրեն սիրում է։ Նշենք նաև, որ այս հաղորդման մեկնաբանություններում շատերը նշում էին, որ միգուցե Էլիզան նկատել է այլ տղայի, ով իրեն առավել ուշադիր է եղել եւ առավել շատ վերաբերմունք է ցուցաբերել, քան Հարութը, ինչն էլ ստիպել է նրան հիասթափվել եւ գնալ այդ քայլին։ Էլիզան խոստովանել է, որ իր սիրտը այս պահին սպաղված է, իր կյանքում կա նոր մեկը եւ որ ինքը անչափ երջանիկ է։ Հավելենք նաև, որ օրեր առաջ էլ հրապարակումով էինք հանդես եկել այն մասին, որ Արամ Մելիքյանի ավագ դուստրը Էլիզ Մելիքյանը եկավ շրջան, որ որոշեց միայնակ ապրել։ Այս մասին քննարկումներն ու խոսակցությունները եւս մինչ օրս կարելի է համարել համացանցում առկա, քանի որ շատերը նշում են, որ Էլիզային Արամը որդեգրեց, սակայն կարճ ժամանակ անց նա որոշեց, որ չպետք է Մելիքյանների ընտանիքում ապրի եւ գնա առանձին ապրելու։ Այս ամենից բացի նաև Էլիզը ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս Instagram-յան էջում, ցույց տալիս, թե ինչպես է ինքնակազմակերպվում, ինչպես է մաքրում իր տունը, ինչպես է հաց պատրաստում, իսկ այդ ամենն անում է խոսելով, պատմելով, թե ինչքան լավ է, երբ մենակ ես ապրում։ Այս հաղորդաշրջանակներում կրկին Էլիզան անդրադարձավ իր մենակ ապրելու որոշմանը, ասաց, որ դա շատ ճիշտ որոշում է, քանի որ դու ինքդ կարողանում ես քեզ բացահայտես եւ ամեն բան այդպես շատ ավելի ճիշտ է։ Դե իսկ վերջին հրապարակման ժամանակ Էլիզան խոսում էր նշելով, որ միայնակ ապրելը այնքանով է լավ, որ դու չես լսում որևէ աղմուկ, չեն ասում, թե ինչն ինչպես անես, երբ դու ուզում ես որևէ իր մի տեղից մյուս տեղը դնես, որևէ մեկը չի ասում, որ ոչ պետք է այդպես մնա, ոչ ոք չի խառնվում քո գործերին։ Ահա այսպես էր Էլիզան մեկնաբանում իր միայնակ ապրելը, ինչը եւս քննադատություններ էր առաջացրել։ Մարդիկ նշում էին, որ չի կարելի մոռանալ այն ճանապարհը, որն անցել են Մելիքյանների հետ։ Հավելենք նաև, որ օրեր առաջ այս ընտանիքում կարևոր տոն էր։ Ուղիղ 1 տարի առաջ ծնվեց նրա ընտանիքի ամենափոքրիկ անդամը, փոքրիկ Տիգրանը։ Նա իր ծնունդով լույս էր այս ընտանիքի համար։ Փոքրիկի ծնունդին սպասում էին ոչ միայն Մելիքյանները, այլ նաև մի ամբողջ հանրություն, ովքեր հետևում էին Լիլիթի հղիության ողջ ընթացքին։ Այսօր արդեն փոքրիկ Տիգրանը 1 տարեկան է։ Ընտանիքը մի քանի հրապարակումներ է արել Instagram-յան հարթակում, այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Մելիքյանների ավագը Էլիզան գրել է. «Իմ Տիգրան, իմ փոքր մարդուկ, այնքան մեծ սեր եմ զգում քո հանդեպ, որ չեմ կարա բացատրեմ։ Անցած տարի այսօրը մեր բոլորիս կյանքը լուսավորվեց քո ծնունդով ու արդեն 1 տարի է ինչ քո լույսը փայլում է մեր ընտանիքում։ Իմ սրտում մի առանձին տեղ կա, որը միշտ միայն քոնն է», նշել է Էլիզը։ Մելիքյանների ընտանիքի Instagram-յան էջում հետևյալ հրապարակումն է արվել. «Այս ապրումներից անցել է ուղիղ 1 տարի։ Հենց հիմա գրելուց ամբողջովին փշաքաղված եմ։ Ոնց ենք սպասել մենք քեզ։ Ոնց ենք երազել քո մասին։ Մեր ուրիշ աշխարհ, մեր ուրիշ տղա, Տիգրան»։ Իսկ Լիլիթը հրապարակել է որդու լուսանկարներն ու գրել. «Շնորհավոր ծնունդդ, իմ կանց տղա»։ Ընտանիքը մանկական սրճարաններից մեկում հավաքույթ է կազմակերպել, այդպիսով իր շուրջը հավաքելով իրենց մտերիմներին ու հարազատներին։ Նրանք նշել են Տիգրանի ծննդյան տարեդարձը, որից մի
մի քանի կադրեր հրապարակել ինստագրամյան հարթակում, ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը։ Ուրեմն 40 րոպեից իմ գանձ տիկոյիս ծնունդն է, գրաշքս դառնում է մի տարի, արա մի տարի անցավ ու ես փոխանակ հիմա ասենք վայելեի իմ գանձուշներին, իմ պուպուշներին իրանց գնայի տեղերից մեջ գրկեի, ես չգիտես ինչի ես քշերակեսին վայելում եմ Իրան։ Հաղթողներին ես նայում։ Արա չէ, ասում տղուս ծնունդն է, փոխանակ տունը լինեմ 40 րոպեից։ Արա պուճուրիս, արա գանդի, լենը, սերը։ Արա ձեր հետ եմ հասկացում տղուսին, հասկանում ես, բասը։ Մենք էլ ենք քո զավակները։ Մենք էլ ենք քո զավակները։ Սերներս, այո, այսօր Arm Squid Game-ի նկարումներն է, արա ֆանտաստիկ էմոցիաներ են մեզ սպասվում ու հա, լիքը կշնորհավոր եք, ես գիտեմ, որ տիկոին շատ եք սիրում, բայց ես ոնց եմ իրացում, գժվում եմ իր համար, ինքը մի քիչ որ մեծանա կների ինձ, որ այս պահին ես իր ծոցը չեմ եղել։ Դե մի հատ էլ պուճուրից ծնունդը շնորհավոր եք, շնորհավոր եք էլ։ Շնորհավոր ծնունդը դու մորոտ։ Հավելենք նաև, որ օրեր առաջ էր Արամ Մելիքյանի մայրիկի ծննդյան տարեդարձներ։ Վերջինս եւս բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Մենք ներկայացրել էինք Արամ Մելիքյանի, նրա եղբոր Հայրիկի եւ առհասարակ Մելիքյանների տղամարդկանց անակնկալը Արամ Մելիքյանի մայրիկին։ Վերջինս բավականին հուզվել էր։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Մելիքյանների մասնակցությամբ շքեղ հարսանիք էինք ներկայացրել։